են նաև շատ կպահականներ։ Տեսեք, ուրեմն ինչ կատարվեց Երևանում։ Երևանում նիստ եղավ, Եվրոնեստի նիստը եղավ, որտեղ ընդունվեց հակավրացական բանաձևեր։ Նախ եւ առաջ Վրաստանը նախապես հայտարարեց, որ չի մասնակցելու, որտեղ ինքը արդեն տեղյակ էր, թե այդ նիստի ինչ որոշումներ են կայացվելու եւ այդ որոշումները այսօրվա Վրաստանի իշխանության դեմ են լինելու եւ ի համերաշխություն Վրաստանի չմասնակցեց նաեւ Ադրբեջանը։ Ինքը ուրիշ պատճառաբանություն բերեց, բայց չմասնակցեց բացառապես դրա պատճառով։ Եվ ըստ էության Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոնե ձևական պետք է թույլ չտար, որ իր պատգամավորները մասնակցեին եւ այսպես ասած համաձայնությունը տային այդ հակավրացական բանաձևին։ Տեսեք ինչ հակավրացական բանաձևեր ընդունված։ Արգինի Մարիամ։ Ուրեմն Եվրոնեստի վերջին որոշումով հայտարարվել է, որ անցած 24 թվականի Վրաստանի ընտրությունները ոչ լեգիտիմ են։ 1. Երկրորդը արդարացվել է Վրաստանի ընդդիմության բոլոր այլանդակությունները, որ դրանք կատարել են փողոցներում, բաներում, տարբեր տիպի խժդրությունները, բաներ են, այն եթե դրա 5%-ը Հայաստանում կատարվեր, Հայաստանում այդ մարդկանց ուղղակի կգնդակահարեին եւ ոչ մի ռեակցիա չէր լինի, ոչ Եվրոմիությունից, ոչ էլ Միացյալ Նահանգներից։ Հիշեք, թե 2024 թվականի հունիսյան դեպքերի ժամանակ ինչ արձագանք եղավ Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից, երբ որ փաստացի մեղադրվեցին ցուցարարները։ Հիշեք, երբ որ նույնիսկ Amnesty International-ը ստիպված դատապարտեց իրապա համակարգի այդ բաները, քայլերը, բայց Միացյալ Նահանգների դեսպանատունը փաստացի ճիշտ հակառակ գնահատականը տվեց։ Հիմա, բայց ամենակարևորը, փաստացի Եվրոնեստի որոշման մեջ այսօրվա Վրաստանի իշխանությունները հրճակվեցին ինքնակոչ։ Այսինքն այսօրվա Վրաստանի իշխանությունը չի ճանաչվում Եվրոնեստի կողմից ավելին կարողանաց Եվրոնեստը խորհուրդ տվեց Եվրոպարլամենտին, որպեսզի ինքը որոշում կայացնի, որպեսզի իրանք զրկեն Վրաստանի իշխանություններին ազատ վիզայի ռեժիմից եւ գոնե առնվազն որպես առաջին քայլ զրկեն Վրաստանի ղեկավարներին եւ ղեկավար իշխող վերնախավին այդ վիզաներից։ Սա դուք հասկանում եք դա ինչա։ Երևանում այս որոշումը կայացվում է եւ Երևանում այս որոշումը կայացումից հետո նաեւ հայ պատգամավորներ մասնակցում են եւ այսպես ասած Նիկոլ Փաշինյանի թիմակիցները խրախուսում են այդ ամեն ինչը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը փչացրել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, փչացրել է մեր ինքը պատերազմը հայտարարել մեր ժողովրդին, մեր բոլոր կառույցներին, մեր քաղաքական դաշտին, մեր բոլոր ավանդույթներին, արժե համակարգին, արարածարին։ Հիմա էլ պատերազմը հայտարարում արդեն հարևան Վրաստանին։ Դուք հասկանում եք դա ինչ անի։ Այս մարդու գործունեությունը հիմա հարց։ Այս մարդը ում շահերով է գործում, Հայաստանից թե Թուրքիայի։ Ես հարց եմ ուզում տամ մեր ժողովրդին, թող մեր ժողովրդի պատասխանը ես ակնկալում եմ, որ ինքը կհասկանա թե ինչի մասն է խոսքը։ Հիմա ինչ պատասխան կլինի Վրաստանում։ Ես կարող եմ ցավոք սրտի կարող եմ ասել, որ այդպիսի պատասխան կլինի։ Օրինակ նոյեմբերի 9-ին կամ 10-ին Թբիլիսի կենտրոնական շենքերից մեկում Ադրբեջանը կարող է ճոխ ձևով կարող է տոնի Ադրբեջանի հաղթանակը Հայաստանի նկատմամբ, հա։ Սա կլինի Վրաստանի պատասխանը։ Վրաստանը կասի ես ինչ կապ ունեմ, ես տրամադրել եմ այսպես ասած շենքը, Ադրբեջանը տոնել է իր հաղթանակը։ Դուք եք տրամադրել եք Երևանում ձեր շենքը, Եվրոնեստը ինձ հայտարարել է ինքնակոչ, չէ։ Ես ուզում եմ մեր ժողովրդին ասեմ, հարգելի հայ ժողովուրդ, եթե դու ուզում ես, որ քեզ հարգի Վրաստանը, դու պետք է Վրաստանին հարգես։ Եթե դու Վրաստանին չես հարգում, Վրաստանը քեզ չի հարգելու։ Եթե դու քո Երևանում թույլ ես տալիս, որ քո ինքնակոչ իշխանություն, ինքնակոչ է ինքը իշխանությունը արդեն։ Այդ ինքնակոչ իշխանությունը փաստացի հակավրացական բանաձևին խրախուսում է, ապա Վրաստանն էլ կարող է խրախուսի հակահայկական միջոցառումը ադրբեջանցիների կողմից եւ ճիշտ կանի, ասեմ ձեզ իմանաք, որտեղ տրամաբանական է, որ եթե դու այսպեսի քայլով ես պատասխանում, իրանք պետք է պատասխան տան քեզ տենց։ Իրանք ունեն արժանապատվություն։ Եթե դու այդքան խելք չունես, որ չես կարող կանխես այս ամեն ինչը, իրանք այդ խելք ունեն քեզ պատասխանեն։ Սա է խնդիրը։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, մենք պետք է վերջապես պետություն սիրող ժողովուրդ դառնանք, պետական բնազդ ունեցող ժողովուրդ դառնանք։ Մենք պետք է թույլ չտանք այս խուլիգաններին, որ այսքան երկար տարի կառավարել են, ամեն քայլ, ամեն ժամ, ամեն րոպե իրանք ոտնահարում են քո շահերը, պետության շահերն են ոտնահարում։ Իրանք վարում են ոչ թե Հայաստանի, այլ
հարևան Թուրքիայի կամ Ադրբեջանի սպասարկող քաղաքականություն են վարում։ Եվ ուղղակի խայտարակությունն է, որ հիմա էլ արդեն անցել են հակավրացական քայլերին։ Հիմա վաղը մյուսները, որ հետո բեռնափոխադրողները, ընկերությունները խնդրեմ ունենան Վրաստանում, չզարմանաք եւ չհամարձակվեք մեղադրել Վրաստանի իշխանություններին կամ գաք ինչ-որ բան պահանջեք։ Գնացեք պահանջեք Հայաստանի իշխանությունից, որ հեռանա այդ իշխանությունը։ Եթե դուք ուզում եք, որ ձեր խնդիրները չբարձրանա Վրաստանի տարածքում։ Եվ դա տրամաբանական կլինի, որովհետև ցանկացած նորմալ իշխանություն, եթե դու իրան տենց պատասխան ես տալիս, եթե դու իրան համարում ես ինքնակոչ, այսինքն Վրաստանի իշխանությունը ինքնակոչ է, հա։ Ինքը կհամարեն, որ դու ես ինքնակոչ երկիր։ Սա պարզ չի, սա պարզ խնդիր է։ Հետո մենք ասում ենք, թե մենք ինչի՞ա փչանում հայ-վրացական հարաբերությունները։ Ո՞վ է մեղավոր դրա մեջ։ Ասեմ ձեզ, մեզ հայ-վրացական հարաբերությունների ապագա հնարավոր փչացման գլխավոր մեղավորներից մեկը այս իշխանությունն է։ Սա միանշանակ է, եւ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը պետք է հասկանա այդ ամեն ինչը, վաղը որ եթե հանգարց Վրաստանում այնց process-ներ գնան, չզարմանաք դրանից եւ չմեղադրեք իրանց դրա համար։ Հասկացեք, իմի բերեք process-ը, հասկացեք, որ մինչև դուք չփոխեք այս իշխանությանը, դուք չեք կարողանալու նորմալ արժանապատիվ եւ հարգանք ստանալ, ասենք, դրսի երկրների կողմից։ Ով էլ ինչ երկիրներ որ դա լինի։ Սա է խնդիրը։